հասկանում եք, առայն որ ես չեմ համակերպվել եւ չեմ համակերպվում նրա հետ, որ իմ Արցախը կարող են հանձնել, դրանով հանդերձ արդեն ուղակի հարվածի տակ եմ եւ միայն ես չեմ ասում դա։ Իդեպ ես բավականին հետաքրքիր հանդիպումներ ունեցել ես մի քանի օրվա ընթացքում, Նամանավանդ վերաքննիչ դատարանի որոշումը ուղարկել են, որ աբսուրդ որոշում եւ ռազմաքաղաքական եւ ասեմ նաեւ բավականին բարձրաստիճան սպաների կողմից եւ այլ հետաքրքիր մեր ինձ ծանոթ մարդկանցից ես բոլորի լսել եմ նույնը, որ ուղղակի կա քաղաքական որոշում հենց ուղղակի Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգված, որ դու պետքա դատվես, քեզ պետքա հեռացնեն ընդհանրապես, մեկուսացնեն ավելի։ Աստորեն վերաքննիչ դատարանը թողել է վճիռը նույնը 13 տարի 13 տարի 2 ամիս, որից 4 տարի նստել եմ, մնացել է 9 տարի 2 ամիս պետքա նստեմ։ Ըստեյության հետաքրքիր մի փաստ արեք արձանագրեմ, որ վերաքննիչ դատարանի որոշման մեջ ներկայացված են այն ցուցմունքները, որոնք կորզվել են 15 թվականին, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունն էր, բայց ներառվել է նաև, ֆիքսվել է նաև վերաքննիչ դատարանի որոշումը, որ 2018 թվականից հետո բոլոր այդ մարդիկ իմ վերաբերյալ տված իրար ցուցմունքները հերքել են, նոր ցուցմունքներ են տվել, բայց վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նոր տված ցուցմունքները, այլ հիմք ա վերցրել հին ցուցմունքները, առայն որ չկա ոչ մի փաստ, վերաքննիչ դատարանը ոչ մի փաստ չի ներկայացնում, խոսում է որոշման մեջ, խոսում է, որ ես ունեցել եմ զենք զինամթերք, եւ ես երբեք էլ չեմ եկել, ես դրա համար նստել եմ, չեմ խոսք արում, այդ դրա համար ես արդեն նստել եմ, բայց պատրաստում անել հիմա, պարոն Վարդանյան։ Ես պատրաստում եմ պայքարել, Հրանտ ջան, տեսեք ինչ շատերը շատ են խորհուրդ տվել, ինչ շատ են ասում, որ գիտեք ոնց, միգուցե եթե դու լռեիր, եթե դու համակերպվեիր, եթե դու ընդունեիր այս մարդկանց որոշումները, միգուցե դու այսօր ազատության մեջ լինեիր քո ընտանիքի հետ եւ քո առողջական իրավիճակն էլ համեն դեպս այս տեսակի վտանգի տակ չէր լինի, ես միշտ ասել եմ։ Եթե ես համակերպվեմ, ես սրանցից ինչով կտարբերվեմ։ Չէ, ես ինչ երեսով եւ ինչ դեմքով գնամ Եռաբլուր։ Վերջիվերջո ես ծնող ունեմ այնտեղ ուղարկավորված, նաեւ իմ եղբայրները, իմ ընկերները, լավ ես ինչ ձևով գնամ այնտեղ Եռաբլուր, ասեմ, կներեք տղեկ, բայց պետքա համակերպեմ, որտեղ դա հիմա չեմ դատվի, նո հասկանում եք։ Եթե մենք խոսում ենք ազգային պայքարից, խոսում ենք քաղաքական դաշտից, ապա մենք արեք հասկանանք իրականում մենք պայքար ենք ուզում, թե պայքարի իմիտացիա։ Չէ՞ որ այդ պայքարը ինքնին արդեն ներառվում է պայքարել այնպիսի մի ապօրինությունների եւ հակասահմանադրական քայլերի դեմ, որ այսօր կա մեր երկրում եւ եղել է։ Եվ ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Դա իրականություն։